Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ, այսօր հինգշաբթի է, մեկնարկում ենք հերթական հաղորդումը։ Սիրելի հետևորդներ, այսօր ապրիլի 24-ն է, երբ 110 տարի առաջ, 1 դար և 10 տարի առաջ արդեն մեր ժողովուրդը տառապում է արհավիրքից, մեր գենետիկ հիշողության մեջ մինչ այժմ մնացել է ցեղասպանության այդ դրվագները։ Այո, սիրելի հետևորդներ, այո, սիրելի հայրենակիցներ, մենք պետք է միշտ զգոն լինենք, որտեղ մեր թշնամին երբեք էլ չի կորցնում իր զգոնությունը, նա պատրաստ է ամեն վայրկյան, ամեն պահի վնասել մեզ, եւ ես ցանկանում եմ, որ մեր սահմանում գտնվող զինվորները ուշադիր լինեն, մենք արդեն սահմանային լարումները կարծես թե կարողանում ենք անցնել այդ շեմը, լարված մոլորակային դիրքավորումները փոքր-ինչ նվազում են, բայց այս պահին էլ սիրելի հետևորդներ եւ հենց մայիս ամսին մենք ունենք Մարս, Պլուտոն, այդ երկու մոլորակներ, երբ որ նրանք բար դիրքեր են ունենում, ապա նրանք իրենց դրսևորվում են վատագույն որակներով։ Եվ ես նշել եմ, որ ապրիլի 18-ից 24-ը բարդնորակային դիրքեր կան եւ մեր թշնամիների ղեկավարի քարտեզը բավական լարված է եւ հենց այդ մի քանի օրը այնտեղ մեծ քանակի տեղումներ տեղի ունեցան, մոտ 3000 ընտանիք մնաց անտուն, զոհերի թիվը 17-ից 20-ն է, դա համացանցում հանդիպեցի այդ տեղեկատվությանը, գիտեք նրանց մոտ ավտորիտար ռեժիմ է եւ բաց չէ, աղբյուրները այնքան բաց չեն, ինչպես մյուս երկրներում։ Համենայն դեպս սիրելի հետևորդներ, սև լուսինել կարիճում միանում է այդ կոնֆիգուրացիային, կոնֆլիկտային վիճակներ, այնտեղ գայթակղություններ, դիվերսիա, բարդ իրավիճակներ, մոլորակային դիրքավորումները կստիպեն ջրհոզ, առյուծ, ցուլ եւ կարիճ այդ կենդանակերպերի ծնվածներին մի քիչ ավելի զգոն լինեն, հակառակ դեպքում այս մոլորակային դիրքավորումները նրանք արհավիրքի դիրքավորումներ են, բայց եթե անձը տեղեկացված է եւ իր գործողություններում ավելի զգոն է եւ զգույշ, ապա անձը կարող է խուսափել։ Իրավիճակներ կան, որ նաեւ ձեզնից է կախված, սիրելի հետևորդներ։ Անցնենք հաղորդման հաջորդ հատվածին, խոսելու եմ մայիս ամսվա կարևոր մոլորակային դիրքավորումների մասին։ Այդ գարնանային փոթորիկներից հետո նահանջող Մերկուրի, նահանջող Վեներա, որոնք արդեն իսկ ուղղվել են, խավարումներ մարտի 14-ի գիտեք ինչեր տեղի ունեցավ, մարտի 29-ի խավարումը խոյի կենդանակերպում, այդ ջրհեղեղները, ինչև է սիրելի հայրենակիցներ, որոշ չափով հանգստանում է տիեզերքը, մոլորակները կարծես սկսում են ավելի հանգիստ փոխհարաբերվել, բայց ասեմ ձեզ, որ մայիսի կեսերից հետո նկատելի են ավելի դրական դիրքավորումներ, քան մայիսի սկիզբը։ Սկսենք մոլորակների այդպես մուտքից դեպի կենդանակերպեր եւ սկսենք Մերկուրուց, քանի որ Մերկուրին արդեն ուղղվել է եւ նրա արագությունը բավականին մեծ է։ Ինչ է կատարվում Մերկուրու հետ։ Այս պահին այն գտնվում է խոյի կենդանակերպում։ Մայիսի 10-ին այն կանցնի ցուլի կենդանակերպ։ Խոյի կենդանակերպում Մերկուրին բավականին ակտիվ է, երբեմն կարող է խորամանկ լինել իր գործողություններում, այստեղ մենք շատ հետաքրքիր դիրքավորում ենք տեսնել, դրա մասին կխոսեմ քիչ հետո։ Իմացեք, որ շատ արագ կողմնորոշվելու ժամանակահատված է, մանավանդ այս ժամանակահատվածը մինչև մայիսի 10-ը կարևոր է կրակի եւ օդի ազդեցության տակ ծնվածների համար, որտեղ Մերկուրին խոյում ինքը տալիս է սուր միտք, արագ գործելու կարողություն, արագ կողմնորոշվելու կարողություն։ Կրակի տարերքներից ասում եմ աղեղնավոր խոյ եւ առյուծ, իսկ օդի տարածքներից ջրհոս երկվորյակ, թող մի քիչ ուշադիր լինեն ինչև է կշեռքները, որտեղ Մերկուրին խոյում արագ բանակցելը այդքան էլ ձեռնտու չէ, կարելի է ճկուն լինել, բայց ես ձեզ ասեմ, որ նաև Վեներան է գտնվելու խոյի կենդանակերպում, այն խոյի կենդանակերպում լինելու է ապրիլի 30-ից եւ ահա մարտի 27-ից Վեներան ձկների կենդանակերպում է, ապրիլի 30-ին այն անցնելու է խոյի կենդանակերպ եւ հունիսի 6-ին ցուլի կենդանակերպ։ Պատկերացնեք այն ժամանակահատվածը, երբ որ Մերկուրին լինի խոյում, նրա հետ նաև Վեներան է գտնվելու, փաստորեն Մերկուրին մինչև մայիսի 10-ը, այստեղ 10 օր համարյա ապրիլի 30-ից մինչև
մայիսի 10-ը Մերկուրին, Վեներան նրանք խոյ կենթանակերպում ակտիվություն, մենք շատ կարևոր դիրքեր ունենք, դա մայիսին է, երբ որ Վեներան Մարսի հետ դրական դիրքեր կկազմի կրակի տարերքում, սեր առաջին հայացքից, ակտիվություն, վառ տպավորություններ, մեծ սեր կարող են զգալ, դա լավագույն ժամկետներից մեկն է, եւ այստեղ երբ որ մենք դիտարկում ենք մայիսի 21-ի մոտակայքում է, բայց 23-24-ին է լուսինն է խոյի կենթանակերպում գտնվելու, փաստորեն այդ մայիսի 20-ից մի քանի օր առաջ, մի քանի օր հետ մենք ունենք հրաշալի հնարավորություն ակտիվություն ցուցաբերելու, հագուստների մեջ արդեն վառվռուն գույներ, շպարը կարող եք, ուսանրվածքը կարող եք փոխել, մարդիկ ուշադրություն կդարձնեն մեկը մյուսին, պետք է ակտիվ լինել, պետք է, քանի որ հենց այդ ժամանակահատվածում, եթե մենք դիտարկում ենք արևը մայիսի 20-ի մոտակայքում կմտնի երկորյակի կենթանակերպ, արդեն իսկ ամառը կամաց իր այդպես դռները բաց կանի մեր առջև եւ դրա հետ մեկտեղ կբացվեն այդ հնարավորությունները, մարդիկ իրենց գեղեցիկ կողմերը ցուցադրելու, սերը այդպես արտահայտելու, բուռն սեր կարող է լինել սերը առաջին հայացքից, բայց նաև մեծ ուրախություն կտա այդ դիրքավորումը մարդկանց կբերի առատություն, սիրո առատություն, զգացմունքների, սեքսուալ այդ կարողությունները ի ցույց դնելու այդպիսի հետաքրքիր իրավիճակներ եւ իրադարձություններ։ Փաստորեն սիրելի հետևորդներ, նշեմ ընդհանուր դրական դիրքերը, որոնք կարևոր են, ասում եմ, մայիսին ավելի հետաքրքիր է, ավելի կարևոր դիրքավորումներ կան ինքնաճանաչման համար, գործելու, ակտիվություն ցուցաբերելու համար, քանի որ ասում եմ, մինչև ամսի 10-ը Մերկուրին Վեներան խոյում է լինելու եւ ինչն է հետաքրքիր, որ մայիսի 5-ի մոտակայքում տեղի է ունենալու Մերկուրի եւ Յուպիտեր այդ երկու մոլորակների սեքստիլ դիրքավորում Մերկուրին խոյում, Յուպիտերը երկորյակում, ճիշտ է 9-րդ լուսնային օրն է այդ օրը, բայց նոր ծանոթությունների համար է բարենպաստ, նոր մտքերը, նոր իդեաները առաջ քաշելու, հանրությանը ներկայացնելու, այդտեղ եթե ցանկանում եք գնել մեքենաներ, փոխադրամիջոցներ, մանավանդ լուսինն էլ գտնվելու է հենց ամսի 5-ին, մայիսի 5-ին առուծի կենթանակերպում, այստեղ մենք դիտարկում ենք այս գեղեցիկ դիրքավորում, տեսնում եք լուսին, Յուպիտեր, Մերկուրի, ակտիվություն ցուցաբերելու, երեխաների հետ շփվելու, պատկերասրահներ գնալու, ժամանցի վայրեր այցելելու օրը բավականին բուռն եւ հետաքրքիր անցկացնելու համար ամենակարևոր օրերից մեկն է։ Հաջորդ կարևոր դիրքավորումը, որ ես առանձնացրել եմ, դա մայիսի 12-ն է, իսկ ինչ է կատարելու մայիսի 12-ին, ահա, լիալուսինն է լինելու։ Այդ օրվանից հետո, այդ լիալուսնից հետո արևը կամաց մոտենալու է Ուրանին, մենք այստեղ եւ դրական դիրքեր կտեսնենք այդ մոտորերին եւ նաեւ բարդ դիրքավորումներ, այսօրը ուշադիր եղեք ամսի 12-ի մոտակայքում, սիրելի ցուլ, կարիճ, առյուծ, տեսնում եք ցուլ, կարիճ, առյուծ եւ ջրհոս այդ կենթանակերպերի ազդեցության տակ ծնվածները, ֆինանսական այդ օպերացիաներից, եթե վարկեր պետք է ձևակերպեք, եթե գումարներ պարտքով պետք է տակ վերցնեք, անպայման ուսումնասիրեք պայմանները, դրանից մեկ օր առաջ է լուսինը լինելու է, տեսեք, փաստորեն երկու դեպքում է 11-12-ը այդ գործարքները կատարելու համար այդքան էլ բարենպաստ չեն, ես կնշեմ օրեր, դուք կարող եք այն օրերին կատարել, որոնք ունեն բարենպաստ ֆոն, որպեսզի այդ գործերը, որոնք սկսել եք, ավելի հեշտ ընթացք ունենան, ձեզ համար խոչընդոտներ չլինեն։ Լուսինը կարիճում բարդ օրերից մեկն է։ Ուշադիր թող լինեն այն ծնողները, որոնք ծնվել են ցուլ եւ կարիճ առանցքում, այն զույգերը, ամուսինները, որոնք ծնվել են ցուլ, կարիճ այդ առանցքում, այդ օրերի մոտակայքում ծնվածները ամսի 12-ի մոտակայքում մի քանի օր առաջ, մի քանի օր հետ։ Ուշադիր եղեք գումարներ չկորցնելուց, որովհետև Ուրանն է այստեղ ցուլում,Ուրանը համացանց է, ձեր գաղտնաբառը, ձեր մուտքանունը մի տրամադրեք ոչ մի հարթակի եւ ընդհանրապես այսպիսի մի կարևոր տեղեկատվություն եմ ստացել այդ ֆինանսական ոլորտի աշխատակցի մասնագետի կողմից, եթե դուք on-line հավելվածենում ունեք գրանցած ձեր քարտը, ապա այդ քարտի մեջ
փորձեք պահել քիչ գումար, որովհետև հաքերները, այն մասնագետները, որոնք կարողանում են մուտք գործել համապատասխան համակարգեր, նրանք կարողանում են կոտրել այդ համակարգերը եւ այնտեղի գաղտնի բաժիններից կարող է արտահոս տեղի ունենալ եւ ձեր ֆինանսական այդ միջոցները հայտնվեն կավատների եւ հակերների ձեռքում։ Ուստի, եթե դուք on-line գնումներ եք կատարում, դրանց համար կարող եք առանձին քարտեր վերցնել կամ այդ քարտերը, որոնք ձեր տրամադրության տակ են, նրանց մեջ պահեք քիչ գումար, որպեսզի եթե ինչ-որ բան էլ տեղի ունենա, կորուստները լինեն մինիմալ եւ ավելի քիչ։ Սիրելի հետևորդներ, ամսի 17-ի քարտեզն է բավականին հետաքրքիր։ Եթե մենք դիտարկում ենք, տեսնում ենք ամսի 17-ին արևը 27 աստիճան, ցուլի կենդանակերպում Ուրան էլ 27-17 եւ 27-02 երեկոյան ժամերի դրությամբ արևը միանում է Ուրանին։ Եվ ինչն է հետաքրքիր, որ Ուրանը շուտով անցնելու է երկորյակի կենդանակերպ եւ մոտավորապես 7 տարվա ցիկլ ունի երկորյակում։ Նա ճիշտ է կրկին հետ է դառնալու ցուլ, բայց երբ այն անցնի երկորյակի կենդանակերպ, իմացեք, փոխվելու է բոլորիս կյանքը, փոխվելու է լրատվությունը, փոխվելու է համացանցը, ինֆորմացիայի հետ աշխատելիս պետք է լինենք ավելի տեղեկացված, ինչու որտեղ Ուրանն է, Ուրանը կբերի նորարարական այդ մեթոդներ, նորարարական մոտեցումներ, մանավանդ Ուրանի դիրքը օդի կենդանակերպ, երկորյակի կենդանակերպ մեծ հնարավորություն կտա հենց օդի եւ կրակի ազդեցության տակ ծնվածներին չենք մոռանում, չէ, որ Պլուտոնը արդեն իսկ նոյեմբերից ջրհոսի կենդանակերպում է, նա այնտեղ բավականին երկար ժամանակ է լինելու մինչև 2043 թվականը եւ մոտակա այս 1 տարին 25 եւ 26 թիվը շատ կարեւոր է լինելու երկորյակ ջրհոս, ինչու է նաեւ կշեռ կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածների համար, բայց սիրելի հետևորդներ, նաեւ մեր քարտեզներում այդ կենդանակերպերը զբաղեցնում են մեր կյանքի ոլորտներից մի քանիսը, եթե տվյալ դեպքում ջրհոս, երկորյակի է կշեռք, պետք է մենք հասկանանք, որտեղ է տրվելու մեզ այդ հնարավորությունը, եւ այդ հնարավորությունը տրվելու է այն մարդկանց, ովքեր զբաղվում են նորագույն տեխնոլոգիաներով, ակտիվ են համացանցում, ունեն իրենց հարթակները եւ նաեւ զբաղվում են IT տեխնոլոգիաներով, IT ոլորտի ներկայացուցիչ մասնագետ են եւ աստղաբանները, որոնք արդեն իսկ ցանկանան թե չցանկանան, միևնույն է, կապված են համացանցի հետ, որովհետեւ մեր հետաքրքրության ոլորտը նաեւ շատ հետաքրքիր է ողջ երկրի մոտավորապես 20-30% բնակչության համար այդպիսի տենդենսներ կան, որ մարդիկ ուղղակի այլևս չեն կարող առանց համացանցի, առանց աստղաբանության եւ նրանց թիվը քիչ չէ 25-ից 30%։ Սիրելի հետևորդներ, եթե մենք դիտարկում ենք արևը ամսի 17-ից առաջ է գնում եւ նա մոտենում է Սատուրնի, փաստորեն դա ամսի 20-ն է, մոտավորապես մայիսի 17, 2 օր առաջ, 2 օր հետ, այսինքն 17, բայց 2 օր առաջ ենք հասնում եւ նաեւ ամսի 20-ը մոտ 2 օր հետո, համարյա այդ մեկ շաբաթը 15-ից 22 մենք տեսնում ենք գեղեցիկ դիրքավորում, սեքսի դիրքավորում, սա ֆինանսական միջոցները կայուն պահելու, ճշգրիտ ներդրումներ կատարելու, որը հիմնված է նաեւ ձեր կյանքի, ձեր տարիների փորձառության հետ, մեծ հնարավորություններ տրվելու նրանց, ովքեր ծնվել են այ մայիսի 20-ի մոտակայքում։ Նաեւ եթե մայիսի 20 հաջորդ կենդանակերպը մենք որ դիտարկում ենք, դա կարող է լինել սեպտեմբերի 20-ի մոտակայքում ծնվածները եւ նաեւ հունվարի 20-ի մոտակայքում ծնվածները, այսինքն նրանք, ովքեր ծնվել են ցուլ, կույս եւ այծեղջյուր այդ 20-ի մոտակայքում եւ նաեւ երկորյակ, կշեռք եւ ջրհոս տվյալ դեպքում հենց այդ ամիսների ամսի 20-ի մոտակայքում։ Շատ կարևոր դիրքավորում է, այն կբերի ֆինանսական կայունություն, քանի որ նաեւ Նեպտունն է այստեղ, Նեպտունի հետ էլ է սեքսիլ դիրքավորում, այսպես գրանցվելու եւ դրանից առաջ արևը նաեւ բարձրացող հանգույցի հետ կունենա դրական դիրքեր, շատ կարևոր է ձեր երազանքները, ձեր պլանները հնարավոր է անսպասելի իրականանան, որտեղ երազանքները Նեպտունն է,
Ուրանը անսպասելիության մոլորակն է, բայց պետք է լինեք ավելի կայուն ձեր տեսակետնում Սատուրնը, ճշգրիտ այդպես պլաններ մշակեք, ընթացակարգ ունենաք եւ ի վերջո գնաք առաջ ձեր երազանքների հետևից։ Խոշոր շահում կարող է լինել միջայլոց հրաշալի դիրքեր են եւ այն ներառում է մեկ շաբաթ մոտավորապես մայիսի 15-ից մինչև 22-ը։ Եվ սիրելի հետևորդներ, ամենակարևոր հետաքրքիր դիրքերից մեկը Վեներան խոյի կենդանակերպում Մարսը առուծի, տեսնում եք, հրաշալի դիրքավորում է ձևավորվել, տրիգոն դիրքավորում, մեծ հնարավորություն, այդպիսի բուրըն էմոցիաները զգա, էմոցիաները այդքան չէ, բայց մենք ունենք, այո, էմոցիաները կմիանան այստեղ, լուսինը էմոցիաները կմիանա ամսի 23-ին, փաստորեն 21-ին ուղիղ տրիգոն է, բայց դրանից առաջ մի քանի օր կա, մարդիկ կարող են փորձել լինել ավելի սիրառատ, սեր առաջին հայացքից, ասում եմ, չէ, որ հետո ամառն է գալու, վարգույներով կարող եք հագնվել, Վեներան խոյի կենդանակերպում, Մարս առուծի կենդանակերպում շատ հրաշալի դիրքավորում կրակի ազդեցության տակ ծնվածների համար։ Վաղուց գիտեմ, որ առուծներն են ցանկանում զգալ այդ սիրո պատրանքը։ Ձեզ մոտ կստացվի սիրելի առուծներ, խոյերը, սիրելի խոյեր, գիտեմ, որ արագ եք որոշումներ կայացնում։ Այս անգամ հնարավոր է ձեր արագ որոշման այդ կայացնելու արդյունքում իրոք գտնեք ձեր երկրորդ կեսին։ Ճիշտ է, մոլորակները կրակի տարերքում են։ Այդ դիրքավորումը ինչպես արագ կարող է ձևավորվել, ինչպես արագ կարող է տալ այդ բուրըն սերը, բայց մոլորակների հեռանալուց հետո կարող է ձեր սերը մարել, քանի որ չունենք մենք նահանջող մոլորակ, հնարավոր է, որ գտնեք ձեր կյանքի երկրորդ կեսին։ Սիրելի աղեղնավորներ նաև ձեզ է վերաբերում։ Եվ նրանց, ովքեր ունեն մոլորակներ, առուծ եւ խոյ կենդանակերպերում կամ ասցենդենտը եւ լուսինն է գտնում այդ դաշտում։ Սիրելի հետևորդներ, մենք բոլորս էլ ունենք այդ կենդանակերպերը մեր քարտեզներում։ Ուղղակի պետք է իմանալ, թե այդ դրական էներգիան ինչ ուղղությամբ պետք է տանենք, որպեսզի կարողանանք օգուտներ քաղել այդ բացառիկ դրական դիրքից, որտեղ նրանք ամեն անգամ չեն ձևավորվում, նրանք կարող են տարի մեկ անգամ ձևավորվել, եթե Վեներան գտնի համապատասխան կենդանակերպում։ Դե սիրելիներս, եթե մենք տեսնում ենք ամսի 23-ին, երբ որ լուսինն էլ միանա, այստեղ էլ Արև Պլուտոն այդ գեղեցիկ տրիգոնն է ձևավորում, ես ասել եմ, չէ, որ մայիսի կեսերից դրական դիրքերը ավելի շատ են։ Պետք է օգտագործեք այդ մոլորակների դիրքավորումը, եթե մենք դիտարկում ենք ամսի 22-ի երեկոյան ժամերին լուսինը խոյում, Պլուտոնի արևի հետ ձևավորվելու է բիսեքսիլ դիրքավորումը, համացանցում կարող եք ակտիվ լինել, ծանոթություններ ստեղծել, գովազդներ տեղադրել, ձեր դրական կողմերը ցույց դնել եւ վերջո արտահայտել ձեր հույզերը վառվռուն գույներով եւ ստանալ հաճույք կյանքից։ Այդ օրերը փաստորեն մենք դիտարկում ենք 5-շաբթի եւ շաբաթ օրեր են, բայց 5-շաբթի օրը ինքը Վեներայի օրն է, կարող եք այցելել պատկերասրահներ, կարող եք ձեր երեխաների համար կազմակերպել հետաքրքիր ինչ-որ իրադարձություն, կարող եք նրանց հետ ժամանակ անցկացնել, անմոռանալի ժամանակահատված, նաև այն կարևոր է այն մարդկանց համար, ովքեր ներգրաված են բևերում, դերասաններ են, նրանք կարող են ցույց դնել իրենց լավագույն որակները եւ լավագույն դերակատարումները ստանալ եւ իրենց վառ կերպարներով այսպես ուրախացնեն մեր հանրությանը։ Սիրելի հետևորդներ, ցանկանում եմ ներկայացնել մի քանի օր, որոնք կարևոր են լինելու մեզ համար, դա մայիսի 4-5, ամսի 5-ին առուծի կենդանակերպում է լինելու լուսինը, որը տալիս է մեզ ակտիվություն, ասեցի, նրանք ովքեր բեմի հետ են կապված, ովքեր ցանկանում են իրենց երեխաների հետ հարաբերությունները շտկել, այդ օրերը բավականին բարենպաստ է։ Հիմա այստեղ մենք դիտարկում ենք, ունենք եւս մեկ օր, դա
փաստորեն ամսի 7-ին է, աշխատանքային պրոցեսի մեջ կարող եք ներգրավել, ձեր CV-ները կարող եք ուղարկել, աշխատանքի համար է բարենպաստ։ Մայիսի 9-ին լուսնը կշեռք կենդանակերպում է լինելու, միջանձնային հարաբերություններ շտկելու համար է բարենպաստ է նոր ծանոթությունների համար, կարող եք գրանցել ամուսնությունը, եթե այդ օրը աշխատանքային օր է։ Ես հիշում եմ, որ բավականին կարևոր էր նաև ամսի 14-ը, մայիսի 14-ը, լուսինը գտնվելու էր աղեղնավորի կենդանակերպում, դա բարենպաստ դիրքեր, մեծ հնարավորություններ, արտերկրի հետ կապված, բարձրագույն կրթության հետ կապված կարող եք ճանապարհորդել, եթե այստեղ մենք դիտարկում ենք, ամսի 14-ին ցերեկային ժամերին ձեր սիրելիի հետ կարող եք ճանապարհորդներ, տուր-փաթեթներ կարող եք ձեռք բերել, հնարավոր է հանձնել քննությունները, վառ տպավորություններ, կարող են արտերկրից այցի գալ ձեր բարեկամները, ձեր քույրը, ձեր եղբայրը, ձեր սիրելին, ամենաբարենպաստ օրերից մեկն է։ Եթե մենք դիտարկում ենք ամսի 17-ը, մայիսի 17-ը բարենպաստ է անշարժ գույքի, բայց ցավոք շաբաթ օր է, դուք կարող եք պայմանագրերը կնքել այդ օրը, պետական ադմինիստրատիվ վայրերն են, կարող եք ուղարկել ձեր CV-ները, ղեկավարները հնարավոր է գոհ լինեն ձեզանից, դուք հնարավոր է նամակ ստանաք, որ հերթական պարգևատրում եք ստանում։ Եվ այստեղ դիտարկում ենք ամսի 18 մայիսի 18-ին լուսինը ջրհոսում է, Պլուտոնի եւ այս տեսնում ենք գեղեցիկ բիսեքստիլ դիրքավորումը, որը հնարավորություն կտա ակտիվություն ցուցաբերել համացանցում, աստղաբանների համար լավագույն օրերից մեկն է ճշգրիտ կանխատեսումներ կատարելու, կարող եք այցելել աստղաբաններին, կարող եք համացանցում ակտիվություն ցուցաբերել, գովազդներ տեղադրել, ձեր համախոհները, ձեր գաղափարակիցները կօգնեն ձեզ հասնել հաջողությունների ձեր նոր պրոյեկտներում, ձեր գաղափարներում։ Հաջորդ կարևոր օրը ես տեսնում եմ, այստեղ լուսինը ձկների կենդանակերպում մայիսի 22, 23 և 24 բացառիկ դրական դիրքավորումներ, փաստորեն հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ ձկների կենդանակերպում երազանքների կատարման համար է բարենպաստ, կարող եք այցելել եկեղեցի, կարող եք նվերներ գնել, իկոնաներ, դրանք կարող են լինել սերը արտահայտելու լավագույն օրերը, այդ օրերին կարող եք նշանադրություն, հարսանիք, կարևոր այդ իրադարձություններ, որոնք պետք է տեղի ունենան ձեր կյանքում, նրանք բացառիկ դրական մոլորակային դիրքավորումներով են լինի, փաստորեն 22, 23 և 24։ Ամսի 26-ն է կարևոր, կրկին հինգշաբթի օր է ամսի 26-ը, նորալուսնից առաջ երկուորյակի կենդանակերպում, լուսինը ցուլի կենդանակերպում, նյութական բարեկեցության համար կարող եք պարտքով գումարներ վերցնել, կարող եք պարտքով գումարներ տալ, կարող եք գնումներ կատարել, գոնե եթե սպասում եք նորալուսնին, ապա գնացեք, որոշեք, տեսեք, խորհրդակցեք, իսկ հաջորդ օրը մայիսի 27-ին կարող եք այդ ամենը կազմակերպել, կենցաղային տեխնիկա, դրանք կարող են լինել սմարթֆոններ, հեռախոսներ, համակարգիչներ, հրաշալի օրեր են սիրելի հետևորդներ, հետևեք իմ ցուցումներին, փորձեք ձեր գործերը կազմակերպել տիեզերքի հետ համընթաց, որպեսզի կարողանաք առանց խոչընդոտների կամ մինիմալ խնդիրներով լուծել ձեր հարցերը։ Մի կարևոր օր էլ մենք ունենք այստեղ, այն մայիսի 30-ն է, լուսինը գտնվելու Խեցգետնի կենդանակերպում, կրկին հինգշաբթի օր եմ ես տեսնում, ճիշտ է, լուսին Վեներա քառակուսի դիրքեր կան, ամսի 30-ը մայիսի, գրանցեք ամուսնությունը, ընտանեկան խնճույքներ կազմակերպեք, սիրելիներին նվերներ գնեք ձեր սիրելի մայրիկին, կնոջը, կենցաղային տեխնիկա կարող եք գնել, համացանցում ակտիվություն ցուցաբերեք, լավագույն օրերից մեկն է, բնակարան գնելու համար էլ այդ նախորդ օրը եւ նաեւ այսօրը բացառիկ բարենպաստներից մեկն է։ Մի քիչ սիրո հարցում ուշադիր եղեք, եթե նվերները, գնումները կատարեք, այնտեղ չնեղանա ձեր սիրելին, չասի մայրիկի համար լավը գնեցիք, ինձ համար այդքան էլ չէ։ Եվ վերջին օրը մայիսի 31-ին լուսինը առյուծի կենդանակերպում, սեր, ուրախություն, այստեղ խանդի տեսարաններից ուշադիր եղեք, կոնֆլիկտային իրավիճակներ,
բայց մյուս կողմից ակտիվ շփումներ կազմակերպելու, մեքենա վարելու, ձեր պլանների մասին տեղեկացնելու, այցելեք ժամանցի վայրեր և հետաքրքիր ժամանակ անցկացրեք ձեր սիրելիների, ձեր երեխաների, ձեր ամուսնու և ձեր այն մեկի հետ, որին աշխարհում ամենաշատն եք սիրում։ Սիրելի հետևորդներ, այսքանը մայիս ամսվա համար նախորդ ներկայացրեցի մոլորակային դիրքավորումները, որպեսզի դուք կարողանաք ողջ ամսվա համար ընտրություն կատարել։ Դե նաև չեք մոռացել, չէ, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Գիտեք, արդեն մենք հատում ենք 30,000-ի շեմը։ Շնորհակալ եմ ձեզ, որ դիտում եք, դրական մեկնաբանություններ եք հղում և նաև կիսվում եք մեր հաղորդումներով։ Այս շաբաթ 60 հոգի կիսվել էր մեր հաղորդումներով։ Շնորհակալ եմ ձեզ, սպասեք հետաքրքիր հաղորդումների։